Շանթի եթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։ Պարոն Բաբաջանյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ ես։ Կարծես թե արդեն նշմարվում են քաղաքականային ձևաչափերը, որոնցով կուսակցությունները մասնակցել են հունիսի 7-ին սպասվող ազգային ժողովի ընտրություններին։ Դուք կարծես թե այդ մասով մինչ այս պահը լուռ եք եղել։ Հստակություն կա արդեն, թե դուք ինչպես եք մասնակցելու եք կամ չեք մասնակցելու։ Հաստատապես մասնակցելու ենք, նախորդին նույնիսկ կուսակցության վարչության նիստ ենք արել, քաղաքորդի նիստ ենք արել, այդպիսի որոշում ունենք, առաջիկայում կունենանք համագումար, ինտենսիվ բանակցությունների մեջ ենք եւ առանձին քաղաքական գործիչների, հասարակական անհատների, ընդլայնված ցուցակով մասնակցելու հաստատ որոշում ունենք։ Մեզ են հրավիրել քննարկումների, մենք արձագանքել ենք այդ հրավերներին, կան ներքին այսպես փակ քննարկումներ եւ հույս ունենք, որ մեր հասարակության, մեր ժողովրդի ակնկալիքներին ակնկալիքները բավարարող լուծման կգանք եւ այն ձևաչափը, որով հանդես կգանք, առնվազն կլինի այն, ինչ մեր ժողովուրդը սպասում է։ Ես ճիշտ եմ հասկանում, ավելի հակված եք մասնակցելու ընդլայնված այսպես նախընտրական ցուցակով, այլ ոչ թե դաշինքով։ Դաշինքի հետ կապված կա հստակություն։ Դաշինք չի լինելու է ընդլայնված ցուցակ։ Այդ դեպքում կա նաև հստակություն ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն։ Մենք մեր առաջի համար ընդհանրապես վարչապետի թեկնածու էլ չի, որտեղ մենք չենք գնում իշխանափոխության։ Մենք սկզբունքորեն փոխել ենք ամբողջ մեր մասնակցության նպատակը, որտեղ մենք գնում ենք ընդդիմափոխության, որտեղ հասկանում ենք, որ երկրում հասունացել է ընդդիմությունը, այս բալաստը, պետության դեմ գործող այս քաղաքական կամ քվազի քաղաքական այս ամբողջ շրջանակը քաղաքական մեր միջավայրից դուրս դնելու հրամայականը։ Եվ այս իմաստով կարծում ենք, որ ոչ միայն, քանի որ ինքնիշխանությունն է դրված որպես նպատակ այս ընտրությունների հիմքում, խաղաղություն, որը պիտի օգնի, որպեսզի մենք ամրապնդենք ինքնիշխանությունը։ Կարծում ենք, որ ոչ միայն իշխանությունը պիտի լինի ինքնիշխան, այլև ընդդիմությունը պիտի լինի ինքնիշխան։ Մենք այսօր ինքնիշխան ընդդիմություն չունենք, բայց հասկանում ենք, չէ, որ իշխանությունը ձևավորվում է իշխանական ուժից եւ ընդդիմադիր ուժերից։ Եվ ունենալ ոչ ինքնիշխան, դրսից կառավարվող ընդդիմություն լրջագույն մարտահրավեր եւ սպառնալիք է ստեղծում Հայաստանի հարատեվության, Հայաստանի գոյության համար։ Եվ ընդհանրապես կարծում ենք, որ ցանկացած իշխանության որակյալ աշխատանքի կարևորագույն մասը նաեւ կախված է ընդդիմության որակից։ Կունենանք լավ ընդդիմություն, շատ ավելի մեծ են շանսերը, որ կունենանք որակյալ իշխանության աշխատանք։ Այսինքն դուք ամեն դեպքում չեք էլ հայտարարելու, որ ունեք վարչապետի թեկնածու։ Մենք կունենանք առաջին համար, որը չի հավակնի վարչապետի թեկնածու լինել եւ վարչապետի պաշտոնին չի հավակնի, որովհետեւ մենք ի սկզբանե հայտարարում ենք, որ մեր նպատակը ընդդիմափոխությունն է, ոչ թե իշխանափոխություն։ Սովորաբար պարոն Բաբաջանյան, ովքեր որ իշխանության չեն, մասնակցում են ընտրություններին, որ գան իշխանության։ Հիմա մի փոքր այլ պատկեր է ստացվում։ Այստեղ կգանք ասեն, ուրեմն դուք աջակցում եք իշխանություններին։ Մենք չենք ուզում խաբել ժողովրդին։ Ժողովրդի տրամադրությունները մեզ հայտնի են։ Մենք գիտենք ժողովրդի մեծ մասի առնվազն համակրանքը որ քաղաքական ուժի կողմն է եւ կարծում ենք, որ գործող իշխանությունը ստանալու է ժողովրդի զգալի աջակցությունը։ Այդտեղ մենք քննարկում չունենք եւ չենք ուզում ժողովրդին մերկապարանոց հայտարարություններ անել եւ անպագորգոր խոստումներ տալ։ Մենք տեսնում ենք, որ ժողովուրդը մտահոգված է այս ընդդիմության որակներով եւ աշխատանքով։ Այս ընդդիմությունը ոչ միայն ցույց է տվել իր ապիկարությունն ու պարազիտությունը վերջին 5 տարիներին, այլև մեզ բոլորիս դաս է տվել, թե ինչպիսին այլևս չպիտի լինի Հայաստանում ընդդիմությունը։ Եվ այդ է պատճառը, որ նաև
մեր նպատակը եւ մեր ձգտումները էապես տարբերվում են ձեր նշած քաղաքական մյուս սուբյեկտներից։ Պարոն Բաբաջանյան, մեր քաղաքական դաշտում կա այսպիսի մի ընդունված ու չգրված ըստ էության օրենք, ով որ աջակցում է իշխանությանը, այ մյուս ընդդիմադիրներն, ովքեր իրենց իրական ընդդիմություն են համարում, ասում են նրանք, ովքեր աջակցում են, այսպես ներքին կարգով իշխանությանը, նրանք գրպանային ընդդիմություն են եւ այլն։ Դուք չեք վախենում նման գնահատականներից։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք աջակցելու մի սուբյեկտ ունենք, դա մեր պետությունն է, եւ ցանկացած ջանք, որ գործադրվում է պետության կայունության, խաղաղության, դեմոկրատական համակարգի ամրապնդման համար, այդտեղ որևէ վախ չպիտի ունենանք, պիտի գնանք առաջ եւ մեր ջանքերը, մեր կարողությունները, մեր գիտելիքը, մեր փորձը պիտի ներդնենք այդ նպատակի հաստատուն իրագործման համար։ Վախը քաղաքականության մեջ լավ ուղեկից չի եւ առասարակ վախերով չենք առաջնորդվում, որովհետեւ եւ անազատություն ենք տեսել եւ ձրկանքներ ենք տեսել, այդտեղ որևէ հարց չկա։ Մեր գլխավոր նպատակն է առավելագույնս անցնցում դարձնել առաջիկա գործընթացները, ամեն ինչ անել, որպեսզի խաղաղության ուղղված ջանքերը ինստիտուցիոնալիզացվեն, որպեսզի խաղաղությունը եւ Հայաստանում խաղաղությամբ պայմանավորված կարևորագույն գործընթացները, որոնք վերաբերում են մեր պետության ինքնիշխանությանը, պետության ժողովրդավարական գործընթացների անշրջելիությանը, կախված չլինի մի անձից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Սա չափազանց մեծ սպառնալիք է։ Եթե մենք կայունություն ենք ուզում, այն նպատակները, որոնք ես թվարկեցի, դրանք համազգային նշանակության օրակարգեր են եւ չափազանց կարեւոր է, որ դրանց շուրջ լինի համախոհություն եւ համերաշխություն թե իշխանական եւ թե ընդդիմադիր ուժերի։ Եթե մենք խաղաղության նպատակը թողնենք մի քաղաքական ուժի ուրեմն որպես այսպես նպատակ, դա չափազանց լուրջ հարցեր է առաջացնում, որքան կայուն եւ անշրջելի կարող են դառնալ այդ նպատակին հասնելու միջոցները եւ այս իմաստով մենք ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի այ համախոհություն կարողանանք ամբողջ քաղաքական դաշտի ապահովել այս կարևորագույն օրակարգերի շուրջ, որոնք վերաբերում են օգոստոսի 8-ի համաձայնություններին, վերաբերում են հայ-ամերիկյան պայմանավորվածություններին, Հայաստան-Եվրամիություն ստրատեգիական գործընկերությունը եւ այդ գործընկերությունից բխող բոլոր պայմանավորվածություններին, ճանապարհների ապաշրջափակման այն ամբողջ գործընթացներին, որոնց մի մասը առնչվում է Եվրամիությանը, մյուս մասը առնչվում է Միացյալ Նահանգներին, այս բոլորը չափազանց կարևոր է եւ ներքին ինստիտուցիոնալացնելու համար պայմանավորվածությունները մեր քաղաքացիների մոտ համոզում առաջացնելու եւ ձևավորելու համար, որ այս օրակարգերը ունեն քաղաքական ողջ դասի կամ դրա ողջամիտ հատվածի աջակցությունը եւ ամենակարևորը մեր նաեւ միջազգային գործընկերները պիտի տեսնեն, որ այս օրակարգերի շուրջ ոչ միայն իշխանական ուժերն են, այլև ոչ իշխանական ընդդիմադիր ուժերը, որոնք պատրաստ են իրենց աշխատանքով աջակցել, նեցուկ լինել, որպեսզի այս ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն որակյալ եւ համապատասխան արագությամբ։ Պարոն Բաբաջանյան, ընդդիմադիրները այս ընտրությունները համարում են ոչ սովորական եւ գոյաբանական։ Իշխանությունն էլ ասում է, եթե իրենք չընտրվեն, ապա օրինակ սեպտեմբերին շեշտվում է, սեպտեմբերը պատերազմ է լինելու։ Որն է ձեր գնահատականը այս հայտարարությունների մասով։ Ընդհանրապես կարծում եմ, որ վերջին օրերի նաեւ նախորդի տեղի ունեցածի ֆոնը առհասարակ համատեքստը բավական վտանգավոր է այն իմաստով, որ ինքնին ցույց է տալիս, որ մենք ներքին մեր խաղաղությունն ենք կորցրել եւ մեր համերաշխությունն ենք կորցրել ներազգային եւ ներպետական։ Եվ առանց այդ խաղաղությունը վերագտնելու մենք չենք կարող մեր հարևանների հետ խաղաղության
օրակարգ առաջ մղել։ Եվ այստեղ չափազանց կարևոր է, որպեսզի այս ընտրությունները ոչ թե խորացնեն մեր ներքին պառակտումներն ու տրոհումները, այլ հակառակը մեր պետությունը ավելի ուժեղացնեն, որովհետև ցանկացած ընտրություն կոչված է նաև ամրապնդելու ժողովրդավարական գործընթացների մակարդակը։ Եվ այս իմաստով ես շատ պիտի ուզեի, որ ինքը իշխանությունը որպես պատասխանատու նաև այս բոլոր գործընթացների եւ որպես առաջնային այսպես պատասխանատվություն կրող քաղաքական ուժ ինքը ստանձներ նաև այդ համերաշխության մթնոլորտը ձևավորելու գործը իր վրա։ Երկրորդ, կարծում եմ, որ ինքնին հայտարարությունը, որ 65% կամ սահմանադրական մեծամասնություն չունենալը կնշանակի պատերազմ, բավական լուրջ վախեր է առաջ բերել ինքնին հենց իշխանական թիմում, որովհետև տպավորություն կա, որ երկու հարց կա այդտեղ, կամ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններն են ոչ լիարժեք եւ ամբողջական ներկայացվում հանրությանը, կամ վախեր կան, որ պարզ մեծամասնությունը կարող է խնդիրներ ստեղծել այն խնդիրների, այն հարցերի շուրջ, որոնք ժողովրդի մոտ դեռևս պարզաբանված չեն մինչև վերջ։ Խոսքը օրինակ սահմանադրական փոփոխություններին է առնչվում։ Եվ դրանք պարզեցման կարիք ունեն։ Ես հույս ունեմ իհարկե, որ մենք առաջիկայում որոշ պարզաբանումներ կլսենք իշխանության կողմից, բայց մյուս կողմից ասեմ, որ այդ հայտարարությունները ավելի ու ավելի մտահոգություն են առաջացնում քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների մոտ, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը չի կարող սահմանադրական մեծամասնություն ստանալ, եւ երկրորդ ստացվում է, որ ուժի սպառնալիք կամ պատերազմի սպառնալիքի այսպես տար է մցվում քաղաքական գործընթացի կամ ընտրության այս կարևոր փուլում։ Մեզ պետք է ազատ կամ արտահայտման դաշտ, որտեղ հավասար պայմաններ են ընձեռված բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի մենք կարողանանք մեր առաջարկները ներկայացնել հանրությանը եւ մեր պատկերացումները թե երկրի վաղվա օրվա եւ թե խաղաղության եւ թե այն միջազգային արտաքին քաղաքական կարևորագույն պայմանավորվածությունների եւ օրակարգերի վերաբերյալ, որոնք առաջին օրից եղել են մեր աջակցության ներքո եւ մենք դրանք առաջ մղելու, առաջ տանելու մեր սեփական պատկերացումներն ունենք։ Մենք անհամաձայն ենք գործող իշխանության շատ ու շատ քայլերի, գործողությունների առնչությամբ, որովհետև բավարար կամք եւ բավարար խիզախություն եւ բավարար տեմպ եւ բավարար բովանդակություն չենք տեսնում դրանցում։ Խոսքը վերաբերում է օրինակ Եվրամիության հետ հարաբերություններին, որտեղ բացի վիզաների ազատականացման հարցից մենք չունենք բովանդակային խորություն հարաբերությունների։ Մենք հիմա եւ ենթակառուցվածքների, եւ արդարադատության, եւ նաեւ էկոնոմիկայի նախարարների մակարդակով պիտի ունենայինք բովանդակային քննարկում եւ բովանդակային բանակցություններ, երկխոսություն եվրոպական պաշտոնյաների հետ, առանձին երկրների պաշտոնյաների հետ այդ բանախոսությունները, երկխոսությունները չեն նպաստում։ Ես խոսում եմ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, օրենքից բխող հաջորդ քայլերի մասին։ Այս մասին քննարկում ենք ունեցել, փակ քննարկում ենք ունեցել իշխանությունների հետ եւ մեր պատկերացումը նա էր, որ մենք պիտի սկսենք փուլային Եվրասիական տնտեսական միությունից փուլային դուրս գալու այսպես աշխատանքների շուրջ պիտի ծավալվեն հիմնական աշխատանքները, ինչը տեղի չի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ խաղաղությանն ինքնին չնպաստող մի շարք հարցեր կան։ ՀԱՊԿ անդամակցություն, Եվրասիական տնտեսական միության անդամակցություն, ԱՊՀ-ին անդամակցություն,
ռուսական ռազմաբազայի ներկայություն Հայաստանի տարածքում, տնտեսական ահռելի կախվածություն Ռուսաստանից, սրանք չեն օգնում, որ խաղաղությունը օրինակ լինի անշրջելի։ Շատ լավ, տեսեք, այն ինչ որ դուք թվարկում եք, դրանք օրինակ իշխանությունն ասում է ժամանակը կգա, երբ որ մենք տեսնենք օրինակ ԵԱՏՄ եւ ԵՄ որոշումը, մենք գիտակցում ենք այդ պահին որոշումը կկայացնենք։ Հիմա օրինակ թրիփի մասով կա որոշում, կա նախաստորագրված բան եւ այլն եւ այլն։ Հիմա կան գնահատականներ, դե թրիփի հետ կապված արեցին, բայց կարծես թե դանդաղում է։ Դուք ունեք այդ տպավորությունը, որ թրիփը, կարծես շահագործումը, շինարարությունը եւ այլն հաջորդիվ քայլերը դանդաղում են։ Ինչ է սպասվում հաջորդիվ։ Չէ, առհասարակ պետք է հասկանալ Միացյալ Նահանգների ուշադրությունը այս պահին սևեռված է Իրանի վրա։ Այնտեղ պատերազմ է ընթանում, Իրանն էլ ուղիղ սահմանակից է Հայաստանին եւ թրիփ նախագծի։ Մենք հասկանում ենք, որ այդտեղ լրջագույն գործընթացներ են, որոնք այս կամ այն կերպ շոշափում են նաեւ թրիփի նախագիծը եւ այն ինչ մենք պայմանավորվել ենք միջև իրանական պատերազմը եւ այնինչ կունենանք այդ պատերազմից հետո բոլորովին այլ իրականություններ եւ այլ պայմաններ են լինելու եւ չի բացառվում որ մենք այդտեղ որոշ վերանայումներ ունենանք ակնհայտ է եթե ռեժիմը չի փոխվում Իրանում մենք կարծրացում ենք ունենալու նաեւ այդ նախագծի նկատմամբ եթե միջև այդ օրինակ ընկալում կար մեզ հաջողվել էր իրանցի պաշտոնյաներին հավաստիացնել որ դա չի կարող լինել Իրանի դեմ նախագիծ այժմ կարող է այդ հավաստիացումները բավարար չլինեն եւ օրինակ որևէ պայմանավորվածություն այլևս հնարավոր չլինի կյանքի կոչել մենք հասկանում ենք, որ եւ տրիպի ուղղությամբ եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության նախաստորագրված պայմանագրի շրջանակներում չափազանց կարեւոր է, որ մենք երկկողմ ձևաչափով ջանքեր գործադրենք խաղաղության գործընթացի շարունակականությունը ապահովելու համար առանց Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավման եւ մասնակցության, որպեսզի գործընթացի խափանում, խաթարում տեղի չունենա որպեսի խաղաղությունը դառնա անշրջելի։ Հիմա դա տեղի ունի։ Ես տեսնում եմ, որ ջանքեր գործադրվում են առնվազն վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է օրինակ ճանապարհ տրամադրել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև, որովհետեւ Իրանի ճանապարհը այս պահին կարծես չի գործում բավարար ամբողջ ծավալով Սա իրապես կարևոր քայլ է Հայաստանի կողմից։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ կարծես փորձում է իր մասով քայլեր գործադրել։ Իսկ տեղեկություններ ունեք, հնարավոր է միջև ընտրություններ ստորագրվեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Նման տեղեկություններ կարծես թե շրջանառվում են։ Դե կային այդպիսի տեղեկություններ միջև պատերազմը եւ ամեն ինչ կախված է նաեւ նրանից թե պատերազմը որքան կձգվի եւ դրան ուղեկցող ինչ միջազգային գործընթացներ տեղի կունենան թե Եվրամիության ուղղությամբ թե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պայմանավորվածությունների ուղղությամբ որովհետեւ այսօր խոսվում է որ Ռուսաստանը պատրաստ է օրինակ Իրանին հետախուզական տվյալներ չտրամադրել այլևս դրա դիմաց Միացյալ Նահանգները օրինակ ձեռքերը լվանում է Ուկրաինայից Եթե այդպիսի առևտուր է տեղի ունենում, նշանակում է բավական լուրջ այսպես ազդեցության համար լուրջ խմորումներ եւ լուրջ զարգացումներ եւ մենք պետք է պատրաստ լինենք այսպիսի լուրջ փոփոխություններին, ռեգիոնալ փոփոխություններին։ Այս պահին կարող եմ հավաստիացնել, որ տրիպի ուղղությամբ Միացյալ Նահանգների ուշադրությունը չի նվազել կարևորությունը շարունակում է պահպանվել հակառակը Իրանի նկատմամբ այս Իրանի շուրջ ձևավորված այս զարգացումները եւ լոգիստիկ այս ամբողջ խափանումները, որոնք մեծապես օթային հաղորդակցությամբ երևում են, թե ինչ կարևոր գոտում է Հարավային Կովկասը, այդ ամենը պրոյեկտել գետնի վրա եւ այդ կարևորությունը հատկապես միջին միջանցքի կենսագործումը չափազանց մեծ կրկնակի երակի անգամ կարևորություն է ստացել եւ Միացյալ Նահանգների համար եւ բոլոր այդ ճանապարհի հիմնական շահառու ուժային կենտրոնների եւ երկրների համար թե կենտրոնական Ասիայում եւ թե Եվրոպական միությունում այս քննարկումներին ես վերջերս Մյունխենում եմ հետևել եւ տեսել եմ որ չափազանց կարևոր ուրեմն
նշանակություն է տրվում։ Մեր խնդիրն է մշտական օրակարգում պահել այս հարցերը, որովհետև դրանք չափազանց մեծ ոչ միայն տնտեսական, դրանք քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային կարևորություն ունեն Հայաստանի համար, մեր երկրի համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր։